տարի երկար ժամանակ է վլոգներ չեմ նկարում ու հիմա կենտրոնանալ ու ինչ-որ մի բան անել այնքան դժվար է ստացվում, մտքերս չեմ կարողանում իմի բերել, մտածում ինչից սկսեմ, ինչից խոսեմ, բայց այսօր ասել եմ չէ, այսօր պետք է վերցնես հեռախոսը ձեռքդ, փորձես նկարել այսօրվա քո օրը եւ եթե զգաս, որ կարիքը կա տեղադրելու, տեղադրես։ Սիրելիներս, բավականին երկար ժամանակ է անցել, դուք էլ ինձ հասկացեք, ետ եմ սովորել, չեմ կարողանում կենտրոնանալ, մտքերս կենտրոնացնել ու հետևաբար մի փոքր կարող այսպես տարօրինակ ստացվել, բայց կփորձեմ այնպես անել, որ ձեզ հաճելի լինի այսօրվա վլոգը։ Այսօր մեզ մոտ ամսի 27-ն է նոյեմբերի, երեխաներին տայել եմ դպրոց, մեկ շաբաթ արձակուրդ էի, մեկ շաբաթ արձակուրդ, բայց վաղը պետք է արդեն դուրս գամ աշխատանքի ու մի տեսակ ուրբաթ է, չեմ ուզում, ասում եմ կլինի, խնդրեմ ուրբաթ մնամ տանը, երկու շաբթի օրվանից նոր նորմալ կհաճախեմ աշխատանքի, բայց դա դեռ այդպես իմ պլանների մեջ չէ, հա, իմ որոշելունը չէ, ինչ որ է, սիրելիներս, պետք է 2 տորտ պատրաստեմ, պատվեր ունեմ, մեկ ամսի 30-ին, մյուսը ամսի 4-ի համար, մաման ասաց ես երեկին կտանեմ պարապմունքի, դու բիսկվիտը պատրաստիր, մինչ այդ տան գործերը նախաճաշեցինք, դա հավաքեմ, լվանամ, մաքրեմ, առօրյա առավոտյան գործեր, որը որ ունենում ենք բոլորս, չէ։ Դա անեմ հետո նոր հանգիստ, որովհետև եթե տեսնում շուրջ բոլորս ինչ-որ մի բան թափթփված է, մի տեսակ տրամադրություն չի լինում գործ անելու, բայց որ տեսնում ես շուրջ բոլորը մաքուր է լինում, ավելի հանգիստ ու այսպես տրամադրված շարունակում ես քո օրը։ Մի խոսքով, սիրելիներս, դա էլ այդպես, ես ձեզ բոլորից շատ կարոտել էի, բայց չէր ստացվում, սիրելիներս, չէր կարողանում ոչ մի կերպ ինձ տրամադրել ու հիմա էլ եթե անկեղծ լինեմ ժամանակը շատ սուղ է ինձ համար, երեխաների հետ պարապմունք շատ է, այս տարվա պարապմունքները անթիվան համար, Վիկտորիայի դասերն են շատացել, այդ թվում նաև Կրիստինան է արդեն դասերը տուն բերում անելու, մի խոսքով դրա համար չեմ հասցնում, չեմ կարող ասել, որ վլոգները կլինեն ամեն։ Կփորձեմ տեղադրել շաբաթական 1 կամ 2 անգամ սիրել։ Այստեղ էլ երեք մաման փոքրիկ թութու էսպես դրեց, փոքր ասել եմ երևի կլինի մոտ 4 լիտրանոց տարայով։ Եթե մեծը դնում ենք, ջուրը սկսում է մի տեսակ հոտը փոխել, համը ու հոտ ավելի ճիշտ։ Դրա համար նախընտրում ենք այսպես փոքրիկ վերջանա, նորից կդնենք, քանի որ կարմիրն ենք սիրում։ Բազուկն ենք միշտ ավելացնում, որովհետև եւ գեղեցիկ ինձ թվում է, որ համն էլ մի փոքր ավելի փոխում է, բայց կարող է եւ թվում է, բայց գեղեցիկ կարմիր երանգ է հաղորդում, քանզի դեռ 3 է դրված, գույնը այսպես դեռ չի փոխանցել։ Այստեղ էլ մեր այսպես աշնանային վիտամիններն են, սա աղջիկներին էր, սա Արտուրին եմ վերցել հատուկ, սա տղամարդկանց համար է նախատեսված եւ սա մամային, բայց այս այխորբից եմ պատվիրել, բայց կա մի բայց այս վիտամինները ոչ մի քիմիական հավելում իր մեջ չեն պարունակում ու այնպիսի տհաճ հոտ ունեն սիրելիներս, որ ոչ Վիկտորիան է կարողանում, ոչ Կրիստինան է կարողանում, ոչ էլ մաման, ու այսպես մնացել է, դեռ երեխաներին համոզում եմ, բայց մամային այսպես մի ամբողջ տարա մնացել է։ Ամեն մի տուփը կարծեմ 20 եվրոյի համարժեք էր, մոտավոր, սա է մի փոքր ավելի թանկ, բայց կարծում եմ, որ արժե սեզոնային օգտագործել, սա էլ այսպես, իմը ես այս Life-ի Super Omega 3-ն է օգտագործում, արդեն շատ քիչ է մնացել, հետո նույնիսկ կպատվիրեմ, այս ամենը ես վերցնում եմ այխորբից սիրելիներս։ Սա էլ շատ լավ յուղ է, մասուրի յուղն է, հոտը մի փոքր շատ սուր է, բայց արժե, սա շատ լավ օգնում է դեմքի կնճիռների, եթե կա բորբոքված է,
դեմքը կարմրած է, շատ լավ օգնում է, հանգստացնում է, սնուցում է, խոնավեցնում է մաշկը։ Էս էլ էս։ Դե ինձ ելն է, ես էլ հիմա գնամ խոհանոցը հավաքեմ, կարգի բերեմ, քիչ ժամանակ ունեմ, որովհետև որ Էրիկը եկավ տուն, այսօր պարապմունք 2 պարապմունքի ունեմ, սովորաբար 5-7 օրեր տանն է լինում, բայց մասնագետներից մեկը լոգոպեդը անվճարի սեմինարներ ունի, այսօր տեղում չի լինելու, այդ իսկ պատճառով փոփոխել է օրը վաղվա, սովորաբար 5-7 օրը 2 պարապմունք իրար ետևից է ունենում, մեկը վճարովի, մյուսը անվճար, ու այդ պարագայում արդեն երեխան մնում է տանը, որովհետև մինչև պարապմունքները վերջացնում է լինում է ժամը արդեն գրեթե 1:30 ու իմաստել չկա 2-ին դպրոցի դասի ժամերը վերջանում է, դրա համար 5-7 մնում է տանը, բայց ուրբաթ է ամբողջ օրը գնում, վաղն էլ հենց լոգոպեդը ցանկանում է այդ բաց թողումը լրացնել այսօրվա, վաղը կգնա, չգիտեմ վաղը աշխատանքի կգնամ, թե կմնամ տանը միանգամից 2 շաբթի բար չէ, բայց համենայն դեպս հիմա ավելի լավ է բիսկվիտները պատրաստեմ, մի բիսկվիտը այսօր կպատրաստեմ, իսկ ամսի 4-ը դեռ վաղ է, սա պատրաստում եմ, սննդային թաղանթով փաթաթում դնում եմ սառնարան, 2 օր մնում է, որովհետև ինքը իրենով լավ հանգստանում, խոնավանում է և բիսկվիտը հագեցած ու փափուկ է ստացվում։ Էդ էլ այդպես, հիմա անցնում խոհանոցի մաքրությանը, հետո բիսկվիտի պատրաստմանը ու ընթացքում կփորձեմ միանալ ձեզ։ Լավ մնացեք, բոլորից շատ կարոտել եք, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մեր կյանքում նույնն է, հունով գնում է, երեխաներն են մեծացել, մենք ենք մեծացել, փոքր փոխվել ու այդպես ելն է։ Դե ինչ վերջացնեմ գործերս, կմիանամ նորից փոխվեցի, այսպես տնային հագուստով ավելի հանգիստ կլինեմ, գործերս վերջացնում, սիրելն ես, մաման զանգեց կիսատ մնաց, ամեն անգամ որ գնում եմ կերկի հետ կամ ես կամ ինքը պարապմունքի, այսպես մեզ էլ է հաճելի լսել ինչ է արել, որ հատվածն այսպես իր բնավորության համաձայն չի ցանկացել անել, բայց մաման ասաց այսօր շատ լավ է գնացել, ինչևէ, մի խոսքով հիմա արագ անցնում գործես, տեսեք, որ ասում վլոգները խանգարում են, հիմա եթե չնկարեի, այստեղ խոհանոցում ամեն բան կհավաքեի, կմաքրեի ու կանցնեի արդեն պատրաստելու, բայց ինչպես ասում են, 2-3 մեկտեղում չի լինում, ինչևէ, արագ հիմա սա հավաքեմ ու գնանք այս մի կադրով իրար հետ բիսկվիտները կպատրաստեմ, նորություն չի լինելու, բոլորս էլ ամեն մեկը մեկ պատրաստման ձևերն ունենք, ես էլ կկիսվեմ իմ տարբերակով, բայց որպես այսպես հենց հատնտիր չեմ ասելու, հա, այսքանից այսքան է անհրաժեշտ, որովհետև ով ինձ վաղուց հետևում է, կարծում եմ գիտի իմ պատրաստման եղանակը, եթե ոչ նաև խոհարական ալիքում իմ ունեմ պատրաստման եղանակը, խոսքով շատ չխոսամ, վազենք մեր գործերին սիրելիներին, բայց ուզում եմ ասել, որ անչափ կարոտել եմ, մամային ասում եմ, այսպես հապճեպ որոշեցի ու վլոգները վերսկսում եմ, համն ասում եմ, եթե կհասցնես, խնդիր չի, ինչու չէ, կարող ես վերսկսել, բայց անկեղծ լինեմ, կարոտել էի, լինում է մի պահ, որ զգում ես ինչ-որ այն ինչ որ սիրում ես, քեզ անհրաժեշտ էր, ուզում ես, չէ՞։ Հիմա այդ պահն է, ուրեմն երևի պետք է գալ հասնել այդ կետին, հասունանալ, որ ես հասկանայի, որ ուզում եմ շարունակել վերսկսել նկարել։ Մի խոսքով, գնացինք գործանելու։ Արդեն տարաները պատրաստել եմ, սա ինչ չափի դուք կցանկանաք, այն չափը կարող եք տարայի չափը մեծացնել, ինձ մոտ այս պահին 23.5 է դրված, այստեղ ավելացնում եմ 210 գրամ շաքարավազ, դնելու եմ 2 տուփ վանիլին, իսկ հիմա 7 հավկիթները առանձնացնելու եմ դեղնուցը սպիտակուցից, կես շաքարավազը հարելու եմ դեղնուցի հետ և մնացած կեսն էլ արդեն սպիտակուցի հետ։ Ալյուրն էլ դնելու եմ 210 գրամ նորից և
1 թեյ գտալ փխրեցուցիչ։ Ուրեմն սկզբում հավկիթները առանձնացնում ենք, բաժանում ենք սպիտակուցը դեղնուցից և հետո արդեն կշարունակենք հետագա գործողությունը։ Այդ ընթացքում ջեռոցը նախօրոք տաքացնում եմ 180 աստիճան, դա անպայման է, որպեսզի նախօրոք ջեռոցը տաքացած լինի արդեն։ Այս ընթացքում ամենադժվարը իմ կարծիքով այս ընթացքը իմի բերելն է։ Զգուշ ենք լինում, որպեսզի հանկարծ չանցնի։ Մենք սա մի կողմ դնենք, դեռ պետք չէ։ Ավելացնում ենք շաքարավազը, աչքաչափով կեսը սիրելիներս։ Դեղնուցի մեջ ավելացնում ենք 1 տուփ վանիլինը, մյուս 1 տուփը դնել ենք սպիտակուցի մեջ և հարում ենք այնքան, որպեսզի շաքարավազը լուծվի դեղնուցի հետ, դառնա համասեր զանգված մի փոքր էլ գույնով սպիտակ։ Տեսեք սիրելիներս, այսպիսի զանգված ստացվեց։ Սա հիմա դնում ենք մի կողմ, թաթիկները լվանում ենք հարիչի, մաքրում չորացնում ենք և սկսում ենք հարել սպիտակուց։ Եվ հիմա նույն գործողությունն անում ենք սպիտակուցի հետ, ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը և հարում ենք այնքան, որպեսզի ստացվի բեզեի զանգված։ Տեսեք սիրելիներս, ահա այսպիսի բեզեանման զանգված ստացվեց։ Հարկավոր չէ ավել հարել, որովհետև մեզ բեզա պատրաստել պետք չէ, հա, ուղղակի պետք է կայուն զանգված ստացվի, այնուհետև հիմա զգուշությամբ դեղնուցը ավելացնում եմ գթալ, այստեղ խառնում ենք, որպեսզի դառնա համասեր զանգված և ավելացնում ենք 210 գրամ ալյուրը մաղաց վիճակում և 1 թեյ գթալ փխրեցուցիչ։ Ալյուրը քիչ-քիչ ենք ավելացնում, ներքևից վերև խառնում ենք, հետո արդեն պատրաստ լինելուն պես տեղափոխում ենք տարաների մեջ։ Ես կես եմ դնելու, կեսը մի տարայի մեջ, կեսը մյուսի։ Խնդրեմ սիրելիներս, ինձ մոտ բիսկվիտներն արդեն պատրաստ են, ահա, այսպիսի տեսք ունեն, այսպիսի սպունգի նման ստացվել է։ Սա հետո կտրելու եմ 3 մասերի, մրգային եմ ցանկացել, որ լինի, պատվերը մեջտեղի հատվածում կամ հապալած կդնեմ, կամ ազնվամորի, եթե ելակ, որովհետև այս շրջանում մեզ մոտ ելակը դիֆիցիտ է, եթե ելակ եղավ, ելակ կդնեմ, շոկոլադա չի ցանկացել կրեմը, ցանկանում եմ սերուցքային վանիլային համով, ես էլ չեմ նախընտրում հաճ շոկոլադե նուտելային համերով կամ եթե մեջը շոկոլադ է լինում, փորձենք ավելի առողջարար և երեխաների համար ավելի նախընտրելի լինի, թեպետ փոքրիկները կարծում շոկոլադով կնախընտրեմ, բայց ինչևէ մայրիկը այդպես է ցանկացել։ Սա էլ էսպես սիրելիներս, հիմա սա կթողնեմ մի փոքր սենյակային ջերմաստիճանում կհովանա, հետո սննդային թաղանթով կփաթաթեմ, կտեղափոխեմ 1.5 օր սառնարան, որովհետև արդեն շաբաթ երեկոյան պետք է սկսեմ տորթը հավաքել։ Jirafa, muy bien. Muy bien. Oveja. Muy bien. Eric, ¿qué quieres? No.
¿Qué es esto? Animales. No, espera. ¿Esto qué es? Transporte. Transportes. ¿Y qué es lo que quiere Eric? ¿Qué es esto? ¿Qué es? ¿Cuál es, Eric? ¿Qué quieres? ¿El autobús? ¿Cuál es? ¿Qué quiere Eric? Metro. No. Autobús. Autobús, toma. Eric, mi hատ պատճիկ կանես, besito, labios. Մուա։ Նես խնդրեցինք երևոց եկավ դուրս բերեցինք, որովհետև պահել հնարավոր չէր, հետո հասցնեմ մատնահարդարումը կանենք այսքանի օր, տեսնեմ ոնց եմ դասավարում օրս, որովհետև վաղը ի վերջո գնալ եմ աշխատանքին, չստացվեց տանը մնալ, հիմա գնամ երեխաներին վերցնեմ գանգտում, հետո Վիկտորյան արդեն պետք է գնա ջութակին, արևոտ է եղանակը, բայց այս տարի ցուրտը ուշ սկսեց, բայց լավ սառն է եղանակ, տրորեմ, սենց անենք, վայ, քոր ա գալիս, հիվանդացել ա, ոչ մի բան չի ուտում, քոր է, չէ, դե մի հատ պատճի կարա որ քոր եմ, բսիտո արա որ քոր եմ, բսիտո, ապրի իմ տղին, դե քոր եմ, քոր ա գալիս, Էրիկա գալիս, Վիկտորյան գնացել է ջութակի առաջի ժամը սոլֆեջոնա, երկրորդ ժամին արդեն պետքա ծնողները ներկա լինեն ջութակի ժամին, այդ ժամանակ ես պետքա գնամ, դե վերջ, գնում ենք, չէ հերիքա Էրիկ, նո, հիմա ընդամենը 40 րոպե ժամանակ ունեմ, արագ ոսպա վապոր դրեցի վրան եփվի, որ գանք տուն ուտելու բան լինի, մաման փոքր իրեն լավ չի զգում, Կրիստինան խաղ է անում, այս պուճուրին քնացնեմ, պատրաստվում որ գնամ, adios, դե չէ հերիքա, նո, դե դու արա քեզ, դու արա, ինչ ես խոսում, Էրիկ, աղջիկներս, եղուններից ես քանի որ դուրս եմ բերել, քանի ամիս է արդեն գելակը անում եմ անընդմեջ, չգիտեմ, այս շաբաթ ժամանակ չգտա, դուրս բերեցինք ու ծիկուլները մաքրեցինք, բայց ժամանակ չկար որ նոր անենք, Մերկադոնայում գնացել էի չորիսո պետք է գնեի ոսպո վապորի համար, ասացի լավ սպասի վիտամիններով հատուկ մանիկյուր է, որ 9-1-ում է, հիշում եք Էվելինը, մեր ժամանակների, այ այդպիսի մի բան է, սա եմ քսելու զգացում է, չէ, վնասվածությունը, բայց դա նորմալ է, գելակի դեպքում Եղունգի վերին շերտը դուրս է գալիս, մի կերպ տանից դուրս եմ եկել, Էրիկը չքնեց, Էրիկը ոչ մի կերպ չքնեց, ուզում եմ որ մի տեսակ կարծես թե հիվանդանում է, Արտուրն էր հիվանդած 2 օրը ու մեզ բոլորիս այդպես հերթով արագում եմ, ինչև է, մամային խնդրեցի իր մոտ մնալ, որովհետև եթե չքնի ավելի վատ կլինի, հիմա յոթակ այսպես ուսից գնում եմ Վիկտորիայի հետ պարապունք ունի, 1 ժամին հետ կմնամ, որովհետև ինստրումենտի ժամանակ գործիքի պետք է իր հետ լինեմ, ձայնագրեմ, գրեմ, որպեսզի հետո տան իր հետ պարապենք։ Մի խոսքով ժամը 6-ին վերջացնում է գալիս ենք տուն։ Ընդհանուր 2 ժամ է, 1 ժամը սոլֆեջո է, ժամը 4-ից 5-ը սոլֆեջո, 5-ից 6-ն էլ գործիքի ժամն է։ Գնամ հասնեմ երեխայիս, պարապունքը վերջացնեմ, դրա համար այ հենց դա է խնդիրը, որ վլոգները չեմ նկարում սիրելիք, որովհետև ամեն բան կիսատ է մնում, ոչ մի բան չեմ հասցնում, ոնց որ պետք է նկարել,
Բայց կփորձեմ, եթե ձեզ դուր կգա այդ ֆորմատով, որովհետև դուք եք ինձ գրում, որ կարոտել եք, ես էլ կփորձեմ գոնե այս կերպ ձեզ հետ կապի դուրս գալ։ Pero control, ¿sí? Luego, cuando tengo que hacer la variación, me voy al centro y eso es como si bloqueo aquí, bloquear, es como inmovilizar y ya no se mueve el codo, ya se mueve la muñeca. Que por inercia se mueve un poco los dedos, pero yo no muevo los dedos. ¿Vale? Es la muñeca. Սիրելիներ, եկեք մի փոքր զրուցանք, քանի այդ հնարավորություն ունեմ։ Երեկո եմ, պարապմունքներ վերջացրեցինք, դասերը մի կերպ վերջացրեցինք հիմա երեխաների հետ։ Մի փոքր դժվար է, առանց դրամաների չենք վերջանում։ Արտուրը եկավ, ճաշեցինք, Էրիկի ու Կրիստինայի հետ մի փոքր դուրս եկավ սպասնելու, ասացի քանի այդ հնարավորությունն ունեմ, ընձեռնված է, ավելի լավ է, ձեզ հետ մի փոքր խոսեմ, զրուցեմ ու հետո վլոգը կամփոփեմ այսօր այսքանով, ասացի առիթը բաց չթողնեմ, կամ ձեզ հետ զրուցեմ, որպեսզի վլոգը ամփոփեմ։ Ցուրտ է բավականին, երեկոյան որ ավելի ցուրտ է, այս տարի երևում է մեզ մոտ լավ ցուրտ ձմեռ է լինելու, եթե սկսել են նոյեմբեր ամսից այսպես ցրտել, ապա փետրվարի ու հունվարի այդ սաստիկ քամիները, հիմնականում ծովից եկող այդ սառը օդն ու քամինը, որ ոսկորները ուղղակի որ ասում են կոտրվում է, հիմա դա է։ Էդ էլ այդպես ելնես, վլոգը սկսեցի այսպես թրուցիկ մի փոքր խոսեցի, բայց բուն սիրելիներս, գիտեք ինչպես ասեմ, մոտակա ժամանակներում բազմապիսի փոփոխություններ են սպասվում, բայց որ այսպես վաղուց վլոգ չեմ նկարել ու փորձեմ խեյթանել, հա, որպեսզի դիտումներ ապահովեմ դրա հիման վրա եւ այլն, ընդհանրապես ցանկություն չունեմ անելու։ Կգա ժամանակ ամեն ինչ բարձ կլինի, կտեսնեք, դա այնպիսի բան է, որ թաքցնելու ցանկություն էլ չկա, ուղղակի այս պահին որ ուղեղը չտակացնելու համար չեմ ուզում խոսել այդ ամենի մասին։ Ամռանը գնացինք Հայաստան, ինչու եմ այդտեղից սկսում այդ կետից, որովհետև վերջի վլոգը Հայաստանից է եղել, թրուցիկ ուղղակի
հասցրել եմ կադրեր նկարել, շատ քիչ ժամանակով էին գնացել, որ շատ եմ փոշմանել, որովհետև մեկ շաբաթ էր, մաքուր մեկ շաբաթ էր, որ մենք այնտեղ ենք, ու այդ մեկ շաբաթ Արտուրի անձնագրի հետ կապված գրանցման խնդիրներ կային, որ եթե հանկարծ չլուծվեր չէին կարող ետ դառնալ։ Հետո իմ ատամների հետ այս կապված անակնկալը, որ այդտեղ չէի պլանավորել բուժում, որպես այդպեսին, հա, բայց որպես պլանավորել, չէի պլանավորել։ Հիմա Հայաստանում տեղադրեցի, եկա այստեղ շարունակեցի բուժումը։ Մոտ 2 տարի էր մենք իրար հետ մեկս մեկին կլրացնենք, դեռ 2 տարի էլ պետք է իրար հետ լեզու գտնենք։ Ինչև է սիրելիներս, ոչ մեկից ու ոչնչից մեր կարոտը չարես, այսպես գիտակից Հայաստանում այս տարիքում եղած ժամանակվա ընթացքում Քրիստինան չէր ուզում գալ, հիմա էլ որ լինում է խոսակցություն, ասում է ես իրով կգնամ կմնամ, Վիկտորիան չէ, դա Էրիկն էլ դեռ այն տարիքում չէ որ հասկանա, չգիտեմ, երևի արդեն զավեշտալին, հա, այդ ընթացքում վիճեցի, նեղացա Արտուրից, որովհետև տոմսերը մենք ունենք ամսի 19-ին, ամսի 12-ին 4 տարի սպասելուց հետո իրեն ամսի 12-ին հունիսի կանչեցին վիրահատության սիրելիներս, էլ խնդրել, էլ վիճվել, ոչ մի օգուտ, համառորեն գնաց վիրահատվեց, պատկերացրեք մեկ շաբաթ հետո մենք նստում ենք ինքնաթիռ, իրեն ոչ ծանրություն էր կարելի, ոչ երկար նստել էր կարելի, բայց թռիչքը Իտալիայից, Իսպանիայից Իտալիա 2.5 ժամ, Իտալիայից էլ Հայաստան 6.5 ժամ, եթե չեմ սխալվում, հա, արդեն, ու պլյուս սպասելը, որ գրեթե սպասել ենք 12 ժամ, ահավոր էր ուղղակի, բայց փառք Աստծո, ամեն բան լավ անցավ, թեպետ շատ կարճ էր, եթե ստացվի կգանք, ապա կգանք երկար, Արտուրին ասում դու կարող ես մնալ, մենք բոլորով կգնանք, իհարկե դա կախված է նաև իմ աշխատանքի հետ, որպեսզի քիչ օգտագործեմ արձակուրդային ժամանակահատվածը, որպեսզի թույլ տան գոնե 20 օր հանգիստ արձակուրդ վերցնել, թեպետ երեխաների հետ մի քիչ դա շատ անկանխատեսելի է, մեկ հիվանդանում են, մեկ ինչ-որ շտապ խնդիր առաջանում, որ պետք է մնա լուծել, ինչև է սիրելիներս, փառք Աստծո, հիմա Արտուրին լավ է զգում, ամեն բան լավ է, այդ փոքրիկ հարցերն էլ հուսամ կլուծվի, դուք էլ կտեսնեք, ապագայում ինչ փոփոխություններ է սպասվում, կփորձեմ վլոգները հաճախ ասելով ամեն օր դժվար կարողանամ, բայց գոնե շաբաթական 2-3 անգամ, էլի եմ ասում, հանկարծ չկարծեք, որ այսպես գաղտնիք եմ պահում, չէ, ուղղակի այս բանը չեմ ուզում բարձրաձայնել, չեմ էլ մտածում, որ դիտումներ հանկարծ ինձ ապահովել, կարևոր է այսպես իմ մեջ ուժ եմ գտել ու որոշել եմ վլոգներ շարունակել։ Սիրելիներ, շնորհակալ եմ, որ կդիտեք իմ վլոգը, որ ինձ սպասել եք, կարոտել եք, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ուղղակի այս ընթացքը այնպիսին էր, որ ցանկություն չկար նկարելու, մի տեսակ, որ ասելիքս վերջացած էր, հուսամ վլոգը, որ դիտեք, ձեզ հաճելի կլինի, կմիանաք ինձ, եթե նոր հետևորդներ լինեն, որ կտեսնեն վլոգը, կդիտեն, իրենց դուր կգա, կխնդրեի բաժանորդագրվել, սեղմել զանգակոճակը և մնալ ինձ հետ սիրելիներս, դե ինչ, մնացեք բարով և խաղաղությամբ, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ամենի համար և կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս, տեսություն։